FabLab-ի համաշխարհային ցանցում 3000-ից ավելի լաբորատորիաներ կան, որոնք համարվում են ստեղծարար մտքի ու հնարավորությունների լայն հարթակ հազարավոր երիտասարդների ու արվեստագետների համար։ Գյումրի ներմուծելով թվային տեխնոլոգիաների աշխարհում հայտնի ցանցի հարուստ փորձն ու հմտությունները առաջին հերթին հաշվի է առնվել այս քաղաքի տեքստիլ արդյունաբերության ոլորտում երբեմնի համբավը։ Ունենալով Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում FabLab, մենք այսօր նաև հայտնարարություն ենք ունենալու զարգացնելու Հայաստանի հյուսիսային մարզերում, մասնավորապես եւ Գյումրիում եւ Գյումրի համայնքում տեքստիլ արդյունաբերության եւ թեթև արդյունաբերության ուղղությունները։ Եվ ինչն էր մեր խնդիրը, որպեսզի մենք ունենանք մեր տեքստիլ արդյունաբերության համար մենք կարողանանք տեքստիլ գործարանների հետ, արտադրողի հետ եւ անհատների հետ կարողանանք ավելի խելացի գործվածքի եւ տեքստիլ ուղղություններ մշակել։ Թվային տեխնոլոգիաների ներդրմամբ բացի տեքստիլ եւ թեթև արդյունաբերությունում նաև այլ ոլորտներում է զարգացում ակնկալվում։ FabLab-ը բուհում ժամանակակից հաստոցներով է համալրել ինովացիոն լաբորատորիաները։ Դրանք 7-ն են, որոնք բուհի համար կրթական բաղադրիչից բացի ունեն նաև արտադրական նշանակություն։ Օրինակ, եթե մտածում ենք 3D տպագրելու մաշինները, կարող ենք մտածել 3D տպագրող կավի հետ, որ ինքը կարող է անել այն ինչ որ մեր ձեռքը հնարավորություն ունի, շան մանր ասեղի նման օրինակ տպագրելը 3D կամ շատ մեծ։ Այսօր մեր բուհում Գեղարվեստի ակադեմիայում ուսանողը, դասախոսը եւ նաեւ ինչի՞ չէ Շիրակի մարզի արվեստագետը հնարավորություն ունի իր գաղափարը էսքիզից մինչեւ վերջնական պրոդուկտ ընդհանրական ցիկլ ապահովել եւ արտադրել։ Ի հայտ բերել հետաքրքիր մտքերն ու համարձակ գաղափարները FabLab Գյումրիում սրանք են ստեղծագործելու եւ նոր մտահղացումներով հանդես գալու առաջնահերթությունները։ Փորագրության, մետաղագործության, գրաֆիկայի, կերամիկայի եւ 3D մոդելավորման դիզայնի լաբորատորիաներում պատրաստ են ստեղծել հետաքրքիր արտադրանք։ Գրաֆիկայի լաբորատորիան է։ Ես հիմա լինոտպագրություն եմ անում, գունավոր տպագրություն եմ անում։ Երեխեքը ցինկ են տպում, էքսպերիմենտներ ենք շատ անում, ավելի լայն հնարավորություններ է մեզ տալիս, թե տեխնիկապես ու շատ օրինակներ են կարողանում ստանալ, այսինքն նույն գործից շատ օրինակներով կարողանում ենք տպել։ Ձեռքի միջոցով ուսանողները սարքել են իրենց մաղերը, իրենց պատկերը անցկացրել են ոչ սարքի եւ իր բնական հենց ինչ որ համապատասխան է տվյալ տպագրությանը, բայց հիմա բնականաբար այս սարքը, որը ունենք, լրիվ համ աշխատանքի կարճ process-ն է, համ հնարավորություն է տալու, որպեսզի ինքը մեծամասշտաբ տպագրություն կատարվի։ Ես շատ եմ կարևորում թվային արտադրության, ստեղծարար տեխնոլոգիաների մեջ մեր ուսանողների ներգրավվածությունը, դա նրանց համար ժամանակակից ասպարեզ մտնելու հնարավորություն է անխոս։ Դառնալով FabLab Հայաստան կրթական հիմնադրամի մի մասնիկը այն համագործակցային լայն հարթակ է ծառայելու, որտեղ իրենց անմիջական մասնակցություն են ունեցել ինչպես պետական գերատեսչություններն ու մասնավոր կառույցներն, այնպես էլ միջազգային կազմակերպությունները։ Պետք է ստեղծել որակյալ ենթակառուցվածք, որ հնարավորություն կտա ստեղծագործողներին իրենց ներքին ձևավորված գեղեցիկ կանոնները ներկայացնել, իսկ սա ընդհանրապես գործիքներից մեկն է դա ներկայացնելով։ Բնականաբար երիտասարդների համար մեծ հնարավորությունների աղբյուր է եւ ոչ միայն երիտասարդների, այլ ամբողջ հասարակության համար, այսինքն հարթակը բաց է բոլորին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները եւ բացվեն աշխարհին։ Ինչպես անել, որ այն մեծ ռեսուրսը, որ մենք ունենք համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մեր ցանցում, Հայաստանին անմիջապես կապված լինի։ Այս կամրջող օղակը ու անընդհատ կապերի ստեղծումը, եթե ուզում եք այդ ցանցը, ծրագրի հիմնական առանցքներից է։ FabLab-ի կրթական ու արտադրական բաղադրիչների համատեղումը թույլ է տալիս անհրաժեշտ հմտություններ ստանալ ոլորտային լաբորատորիաներում։ Այն ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ նոր պրոդուկտներ ստեղծելու բոլորովին այլ մոտեցում եւ մտածելակերպ է ձևավորում։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։